Ժողովուրդ օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու Արգամ Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Մասնավորապես Արմլուրին հասած տեղեկություններով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե են հրավիրվել եւ հարցաքննվել ԱԱՑ մեկուսարանում գտնվող Գագիկ Ծառուկյանի դուստրը Էմմա Ծառուկյանը։ Նախաքննության շահերից ելնելով այս պահին նրա ցուցմունքների բովանդակությունը չեն հրապարակում։ Արմլուրը ավելի վաղ հայտնել էր, որ քննիչը դատարանից պահանջել և ստացել է սպանված հոգևոր Հովիվ Սողոմոն Վլասյանի հեռախոսը։ Հեռախոսում առկա են եղել նամակագրություններ և տարբեր խոսակցություններ Սողոմոն Վլասյանի և նրա կողմից հաղորդություն ստացած անձանց միջև։ Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանում Միասնիկյան երկու հասցեի շենքի մոտ հրաձենային կրակոցներով սպանվել էր Ավետարանի հավատքի քրիստոնյաների կրոնական կազմակերպության հոգևոր Հովիվ Սողոմոն Վլասյանը։ Սպանությունից ավելի քան 3 տարի անց քրեական գործը նոր շրջադարձ է ստացել։ Օգոստոսի 8-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն Արգամ Աբրահամյանին, իսկ օգոստոսի 9-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոցը կիրառվել է կալանք։ Ըստ քննչական կոմիտեի անձնական շարժառիթ է եղել եւ Աբրահամյանը որոշել է Վլասյանին սպանել ոչ թե անձամբ, այլ իր անվտանգության աշխատակցի Գեղամ Հակոբյանի միջոցով։ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 11-րդ կետով պատվերով սպանություն կատարելու դրդելու համար։